Կփոխանցեք, ինչ էիք ասել այդ ընթացքում։ Փորձում էինք հանգստացնել, բացատրել բնականաբար, որ երեխաները շատ դժվարության մեջ չտանեն։ Դե հիմա նոր դուրս եկան, դեռ չեմ խոսել, այսինքն միշտ տանը մարդ կար, ազատ չեն կարողացել խոսել, հիմա քիչ հետո պետք է մտնենք ավելի փորձենք բացատրենք ինչ էր, ոնց էր։ Իսկ մնացած առումով իրականում այնտեղ որոշման մեջ որ նայում է, ինչ որ անուններ էր գրած ընկերությունների, որ գաղափար չունեմ ովքեր են ասում։ Չի հասկանում իմ կապը, որը կարող լինի այդ ամեն ինչի հետ, ինչևէ, իսկապես հերթական անհեթեթությունն է, բայց ձեր դերված նաև ձեր ուժի հաշվի առնելով սպասվող պրոցեսները հիմա իզոլացման քաղաքականություն է տանում Փաշինյանը, ընդդիմադիր առաջնորդների բոլորի վրա մի գործ կա, ինչպես եք պատկերացնում իշխանափոխությունը, ինչի համար օրինակ դուք արդեն խորհրդարանում եք։ Տեսեք, ես կարծում այն մարդիկ, այն ուժերը, որոնք կարող են պոտենցիալ դառնալ դիմադրության օջախներ, որոնք իրենցից բան են ներկայացնում, որոնք ոնց որ ասի չեն ենթարկում, չեն համակերպվում, բոլոր այդ մարդկանց այդ օջախները փորձելու է զսպել։ Նույնը վերաբերում է թե եկեղեցու դեպքում, թե Գագիկ Ծառուկյանի մասով, թե մեր մասով, թե մնացած, ու ինչի անում այս մարդը այս ամեն ինչ, որովհետև կարողանում է անել, որովհետև ավանդաբար այն կառույցները, որոնք այս ամեն ինչի հետ կապված շատ մեծ աղմուկ կբարձրացնեին, այս դեպքում ոչինչ չեն անում, հատկապես արևմտյան շատ կառույցներ, կազմակերպություններ, դեսպանատներ, քար լռություն, ոչինչ չկա։ Կատարյալ հասկանում եք, այն օրը 3 էր ազգային ժողովում, ասենք վարչապետի աթոռը զբաղեցնող մարդը կանգնում ասում է, ես ինչ պետք է նստի, ես ինչ պետք է ում զրկեմ, ես չգիտեմ, էլի ավելի ու հաջորդ օրը մտնում են, ասենք կոնկրետ այն ում ինքը դա ասում էր, հաջորդ օրը մտնում են 20 հոգի դիմակայված այդ բաներով, ԱԱՑ-ականներով, այսինքն ավելի բան ապացույց, որ այս մարդը ապօրինյա գործում, օրենքից դուրս է, ես չգիտեմ էլ ինչա է դրա։ Մենք տեսնում ենք, որ օրինակ Գագիկ Ծառուկյանի դեպքում ընկերությունները խլում են, փորձում են պետականացնել, այդ դեպքում այդ վտանգը կա ձեր ընտանիքին պատկանող։ Եթե չեմ սխալվում, ներմանսով էլ հիմա ուղղակի ինֆորմացիայի բան չունեմ ժամը 7-ից։ Կարծեմ նույնիսկ Սիրուշվեի խանութներն են կապարակում, բայց ոչ լիական բան չեն հայտնաբերում։ Այսինքն այս ամեն ինչը, գիտեք, իր նպատակը ինչ ասել է իսկականից։ Ես գիտեք երեք նաև ինչ էր ասում էր, ես չեմ թողնելու այն ինչ ունես, ժառանգեք երեխաներին, էլի։ Ես չգիտեմ ինչ կարգի մարդ պետք է լինես, որ իմ երեխուց, ես չգիտեմ, ես ինչ մարդկային տեսակ է, էլի սա մի ուրիշ մարդկային տեսակ է, ահավոր է, երբ որ տեսնում ես, որ նման տեսակի, նման, չգիտեմ, մարդուն կարան պետքան ձայն տան, պետքան հավանես, այս կականից մեծ ողբերգություն է, այս ճան ընդհանուր երկրում։ Բայց ընդդիմությունն էլ քիչ ձայն չի հավաքել, հարցս կրկնեմ, ի վիճակի է ընդդիմություն այսօր դիմակայել այսպիսի պրոցեսների, որոնք թվարկում եք այստեղ։ Դուզես շուզես պիտի դիմակայենք, իսկ այսքան ժամանակ ինչ ենք անում։ Բա դիմակայում ենք, չէ՞, բայց այս ամեն ինչ որ հիմա կատարվում է, այդպես դիմակայելու արդյունքում է։ Քիչ կան, քանի հոգի գիտեք, ովքեր խելոք գնացել, համակերպվել, ենթարկվել են, ինչ որ բան պայմանավորվել են, մի մասը թողել գնացել է, չեմ էլ մեղադրում, ասենք։ Թողել գնացել է, հիմա մենք մնացել ենք պայքարում, մենք շարունակելու ենք։ Էս է հենց դիմադրությունը։ Թե չէ նույն գիտեք, այն սկզբունքը երեկել է ասում, այսօր փորձեմ ասեմ։ Այսօր քանի հոգի կան նույն իշխանության մեջ, նախկին կոչված, այսպես իրենց ներկաներով, էլի, նախկին մնացած, հարուստ, այսպես նախկին օլիգարխներ, իշխանամերձ։ Ոչ մի բան, իրանց գույքը չի ստոպվում, իրանց հետևից չեն գնում, իսկ այն ով որ խոսում է, բարձրացնում է իր ձայնը, պայքարում է, այդ մարդկանց հետևից գնում են։ Սա է, շատ ակնհայտ է ամեն ինչը բոլորի աչքի առաջ։ Պարոն Քոչարյան, որքանով ձեր երեկվա ելույթը, սուր ելույթը կապ ուներ այս վերջին շրջանում իրավապահների եւ գործողությունների հետ։ Դա դրա շարունակությունն էր։ Կարծում այո, նաև ելույթը իր դերը խաղաց, բայց ասում եմ, ընդհանուր գլոբալ է պետք է։ Այս մարդը չունի ոչ մի բարոյական գծեր, կարմիր գծեր, օրենք խախտելու հետ կապված, անբարոյականություններ անելու հետ կապված, ու շարունակում ասում, անելու է այնքան, ինչքան որ մեր հասարակությունը, նաև արտաքին միջավայրը իրանից հնարավորությունը կտա, բայց սա ինչ միանշանակ ավարտ ունենալու։ Ցավալին գիտեք որն է, որ այս ամեն ինչում նաև ինքը հանցակից է դարձնում շատ մարդկանց։
այս ապօրինությունների տակ ամեն դեպքում մարդիկ մտնում են։ Կարող է գան, ված զգալով, գլուխը կախած ինչ-որ բաներ անեն, քննիչներից սկսած, վերջացրած նույն թեկուս այդ դիմակայված մարդկանց հետևում ովքեր որ կան։ Բայց միևնույնն անում են, ու ի վերջո նաև հանցագից է դարձնում այդքան մարդկանց էլ։ Դա համար ով ունի մասնագիտական արժանապատվություն, կարծում ես ամեն ինչին պետք է ուշադրել, իմանա որ ուշ թե շուտ ինչ որ պատասխան տալու ժամանակը գալու է, որոնը պետք է այնպես գործի, որ կարողանա ասի ես օրենքով եմ գործել։ Պարոն Քոչարյան, ձերբակալել են ձեր հորը եւ ձեր ավագ եղբորը, հիմա միջնորդություններ են ներկայացվելու կալանավորման առնչությամբ, ինչպես եք գնահատում այս արագընթաց process-ը իրեն շուրջ եւ ինչ եք կարծում հնարավոր է իրավական հանգուցալուծում քաղաքական process-ներում։ Տեսեք, իհարկե իրավական մասով ամեն ինչ արվելու է, գիտեք, փաստաբանները մնացած, այսինքն իրավական առումով ցույց ենք տալու այս անհետեցությունը, բայց այստեղ իրավական չի հարցը, քաղաքական է։ Այսինքն եթե հետապնդումը քաղաքական է, մոտիվացիան այդ մարդկանց հետևից գնալու քաղաքական է, իհարկե սա քաղաքական գործընթաց է այս ամեն ինչը։ Իրավական շղարշ են փորձում տալ, այսպես ժողովրդի աչքին ցակող ինչ-որ հայտարարություններ անել, բակը դատարկություն է, մի sense level ներքևից դիմես դատարկություն, ոչի բան չկա։ Իրար այսպես բերած, կպցրած, ինչ-որ իրանց ենթադրությունները որպես իրականություն ներկայացնելու հետ կապված նաև բաներ կա այդ հաղորդագրության մեջ, բայց process-ը քաղաքական է, հանգուցալուծումն էլ ի վերջո քաղաքական առնելու։ Հիմա այս իրավական գործընթացի մեջ իհարկե այսպես թաքուբիր լինում են դատավորներ, ովքեր որոշակի այս արժանապատվությունը մասնագիտական ցուցաբերում են ու կարողանում են անկախ լինել, բայց սա այսպես լոտոյի պես բան է, էլի։ Մի հարցնամ, էլի դուք ձեր հայրիկի մասին որևէ տեղեկություն ունեք, հաշվի առնելով որ նա հիվանդանոցում է։ Տեղեկություն չունեմ։ Եվ պատրաստվում եք, բայց գնալ նրա հետևից։ Դե իհարկե, հիմա պետք է հասկանամ, ուղղակի իմացա որ այստեղ չուզեց աշած սպասեցնել, բայց Պարոն Նիկոլայան, որ վերջին շրջանում իրադարձություն է տարել։ Այո, սրտի հետ կապված կար խնդիր, մոտ 2 շաբաթ առաջ երևի։ Հարգելի հետևողներ, մենք